Նիչիվոլ Վովաևիչ լսիլ է Էսին խաղաղության աղավն ինչի են, որ ընտրություններից հետո բուկվալնի մի օր, երկու օր հետո են, որ ժողովրդի քվեն գողացար, այ լոշտակ խուլիգան, որ ժողովրդի ձենը գողացար ու ինքդ քեզ հռչակեցիր վարչապետ, վայրեջք կատարեց Դիլիջան հաջորդ օրը թե մի օր, երկու օր հետո այս խաղաղության աղավնին, հա, ու թե բա պատերազմի ռիսկերը կոնտրոլ անելու համար։ Հիմա էլ գործեր է կարում Հայաստանի վրա, ինչ-որ ստեր է հորինում, ֆալսիֆիկացիաներ էլի, առանց որևէ ապացույց, բա արձագանքեք, ուր եք խեք մտե ձեր ծակերը էլի, հա, ուր են Լալոշ արտգործ նախարարըդ, իրա գործը չի էդի, չեմ հասկանում, մենք ընդհանրապես Հայաստանը ունի արտգործ նախարարություն, թե էլի ժողովուրդը մեր նման հասարակ մարդիկ պետք է արձագանքեն Ադրբեջանի ստերին ու ֆալսիֆիկացիաներին։ Չի համապատասխանում ձեր արտաքին քաղաքականության լինիային, հա, երևի։ Ադրբեջանի ստերին ու ֆալսիֆիկացիաներին արձագանքելը չի համապատասխանում, չէ՞։ Դո մենք թքած ունենք քո արտաքին քաղաքականության լինիայի վրա, այ ոչնչություն։ Դու ձայնագող խուլիգան ես, դու ոչ լեգիտիմ վարչապետ ես, հետևաբար թքած ունենք քո արտաքին քաղաքականության լինիայի վրա ու քո ընդհանրապես քո խորհրդարանի վրա, այ ոչնչություն։ Ուրեմն մենք ինձ թվում է պետքա շարունակենք այս տեղեկատվական տերորի դեմ նորմալ, մեր նման հասարակ մարդիկ պետքա շարունակենք աշխատել, որովհետև այս ոչնչությունները, այս լալոշները Հայաստանի այսպես կոչված կառավարությունը տենց էլ չի արձագանքում, իրանց մկան ծակերից դուրս չեն գալի, բայց մենք էլի եմ ասում, թքած պետք է ունենանք ձեր արտաքին քաղաքականության լինիայի վրա։ Հասկացար, խաղաղությունը էլի խաղաղություն, բան չունեմ ասելու։ Մի օր պետք է խաղաղություն լինի, թե չէ։ Բայց ձեր նման չմոյի նման Ադրբեջանի ոչի բանին չարձագանքել, չենք պատրաստվում դա անել։ Էսի հայոց հարցը ու այդ նորաստեղծ այդ արհեստական այդ հա պետությունը, արհեստական այդ ազգը չի կարա մեր հազարավոր ամյա ազգի վրա ու մեր պետության վրա ինչ-որ գործեր հյուսի, կարի, առանց որևէ ապացույց, քո նմանն են էլի, դու ես իրանցից սովորը երևի, ոնց որ դու ես ընդդիմության վրա, ընդդիմախոս մարդկանց վրա, հայրենասեր մարդկանց վրա, ինչ-որ գործեր կարում, հյուսում, շինծու, նույնն էլ քո այդ տեր ու տիրակալները Ադրբեջանի, նույն ձև Հայաստանի վրա գործեր են հյուսում ու կարում ու շինծում ինչ-որ բաներ են անում, հրավիրել են ինչ-որ Լիտվայի մի հատ փախած ես իմում, մի երկու բանկա իկրա են տվե, սև, ու ասել են հլը մի հատ հայերի վրա մի հատ գործ կարի, իսկ դուք ոչնչություններ, կառավարություն կոչված, էլի մկան ծակից դուրս չեք գալի, բայց ոչինչ, մենք կարձագանքենք, ոչինչ, արտգործ նախարարություն չունենք, մենք յուրաքանչյուրս մի հատ արտգործ նախարար կլինենք, ոչինչ, սրանից հետո թքած պետք է ունենանք ձեր արտաքին քաղաքականության լինիայի վրա։